խորը շունչ և երկար արտաշունչ, նաև մարզում վազքուղու վրա։ Այսպես է իրականացվում բրոնխիալ ասթմայի հետազոտությունը։ Քրոնիկական այս հիվանդության պատճառները կարող են լինել գենետիկական նախատրամադրվածությունն ու շրջակա միջավայրի բազմաթիվ գործոններ։ Բրոնխիալ ծառի հետ է կապված խնդիրը, եթե պատկերացնենք, որ բրոնխիալ ծառը խողովակների մի համակարգ է ծառի նմանվող, բրոնխները նեղանում են, որի պատճառով օդի մուտքն ու ելքը, ավելի շատ ելքը դժվարանում է եւ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նույն քանակությամբ օդը երեխան կարողանա հանել շնչուղիներից։ Ասթման դրսևորվում է շնչահեղձությամբ, սուլող հեվոցներով, թոքերի շրջանում խզոցներով։ Այս ախտանշանները հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ, ուստի կարևոր է ժամանակին դիմել բժշկի ճիշտ ախտորոշման համար։ Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ մոտավորապես ամեն երրորդ երեխան ունենում է այնպիսի ախտանիշներ, որոնք շատ նման են ասթմային, այդ նույն խզոցները վիրուսների ժամանակ, վիրուսներից դուրս, բայց երեխաների զգալի մաս հաղթահարում է այդ խնդիրը եւ միայն մի մասն է, որ տարիքի հետ խնդիրը պահպանվում է եւ դա արդեն մենք 4-5 տարեկանից հետո գնահատում ենք որպես ասթմա։ Կան ռիսկի գործոններ, որոնք կարող են դառնալ հիվանդության զարգացման պատճառ։ Ասթմայի սրացման պատճառ կարող են հանդիսանալ նաև ալերգենները։ Այս պահին կկատարվի մաշկային պրիկ թեստ եւ կհասկանանք, արդյոք ես ունեմ ալերգիա թե ոչ։ Կատարել ենք շնչառական ալերգենների թեստը, որը կատարվում է մաշկի վրա։ Ինչպես բոլոր քրոնիկական հիվանդությունների, այնպես էլ ասթմայի բուժումը ենթադրում է երկարատև վերահսկողություն։ Երեխաների շրջանում այս խնդրի վաղ հայտնաբերման եւ միջամտության դեպքում հաճախ կարելի է հասնել լավագույն արդյունքի։ Որոշները տարիքի հետ կարող են հաղթահարել հիվանդությունը։ Ասթմայի բուժման հիմնական դեղորայքը ներշնչական ճանապարհով է տեղ հասցվում եւ դրանցից շատերը հասանելի չեն, նաեւ մեր երկրում նույնիսկ գրանցված չեն, բայց բարեբախտաբար մենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շնորհիվ կարողանում ենք առողջապահության նախարարության թույլտվությամբ այդ դեղորայքը ներմուծել եւ տրամադրել դիսպանսերում հսկվող երեխաներին։ Եվրոպական ալերգոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի ակադեմիայի հանձնաժողովի կողմից միջազգային հավաստագիր ստացած արաբկիր բժշկական համալիրի մասնագետները կվերապատրաստեն նաեւ մարզերի բժիշկներին ասթմայի վարման ապակենտրոնացման մոդել ստեղծելու եւ համայնքներում ծառայությունները նույնպես հասանելի դարձնելու նպատակով։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։